Հայաստանում բնակչության մոտ 28%-ը ծխում է միջինը 1 տուփից ավելի։ Ամեն երկրորդ տղամարդ ծխում է, 100 կանանցից էլ 2-ը։ Այս ցուցանիշներով տարածաշրջանում առաջատարներից ենք։ Տարեկան 5500 մարդ մահանում է ծխախոտի օգտագործման պատճառով։ Մայիսի 31-ին նշվում է առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Զարգերակեմի հետ զրույցում առողջապահության նախարարությունից նկատեցին, որ գնալով ծխողների թիվն աճում է։ Ըստ նրանց, մեզ մոտ ծխախոտի գինը շատ էժան է, եթե բարձրանա, սպառումը կնվազի։ Ինչ վերաբերում է անչափահասներին, 15 տարեկան տղաների մոտ 23%-ն է ծխել, աղջիկների 4%-ը։ Էլեկտրոնային ծխախոտ օգտագործում է տղաների 36%-ը, աղջիկների 6%-ը։ Բժիշկ սրտաբան Լաուրա Սահակյանը ծխելը ռիսկային համարեց քաղցկեղային, սրտանոթային եւ այլ հիվանդությունների համար։ Նա նաեւ մտահոգիչ համարեց էլեկտրոնային ծխախոտի սպառումը եւ մոլորություն, թե դրանք առավել անվտանգ են։ Եթե մարդը հոգեբանորեն պատրաստ չէ դադարեցնել ծխելը, անկախ կողքի գործոններից չի դադարեցնի։ Դա իր ընտրությունն է, ասաց բժիշկը եւ նշեց, որ նույն տարիքի կնոջ օրգանիզմի վրա ծխախոտը մի քանի անգամ ավելի բացասական է ազդում, քան տղամարդու։